ընթացքում հոգևորականները Հայաստանից դուրս աջակցում են կաթողիկոսին, իրենց աջակցություն են հայտնում, արդյոք Նիկոլ Փաշինյանը անգամ այս ֆոնին շարունակի կաթողիկոսին վեհարանից հանելու իր նախաձեռնությունը եւ այդ ինչպես է ի վերջո իրականացվելու։ Այդ պլանը օրինակ ձեզ հայտնի է, ինչպես է այդ պլանը կյանքի կոչվելու։ Հանձնախմբի մասին է։ Նախ եկեք վեհարանից հանել արտահայտություն կարող մոլորության մեջ մտցնի մարդկանց, խոսքը նրան ֆիզիկապես վեհարանից հեռացնելու մասին չէ։ Խոսքը հետևյալի մասին է, որ Կտիչ Ներսիսյանը կուսակրոնության ուխտը խախտել է, ինչը նշանակում է, ես դա մի բան է, որի մասին բոլորը հայտարարում են, ոչ ոք չի հերքում, եւ այդ թվում Կտիչ Ներսիսյանին բազմիցս կոչ է արվել, որ ինքը պարզաբան է դա, չի պարզաբանել։ Իրենք որովհետև բացատրեմ։ Եվ հարց է տվել կանոնակարգի հետ եկեղեցու ինչ կապ ունեն։ Ես չեմ պատասխանի ձեր հարցին, կպատասխանեմ Անի հարցին, որպեսզի դուք զգաք, թե ինչ վատ է, երբ որ ձեզ ընդհատում են։ Հետո էլ բայց խորհուրդ եմ տալիս ընդհատել Անին արանքում։ Ուրեմն բայց չէ, ձեր հարցին էլ չեմ պատասխանի, Փայլակի հարցին սկզբից կպատասխանեմ, տեսնում եք ինչ բարդ է։ Ասում եք ինչու չեք ասում վեհապար, որովհետև, տեսեք, ընդհանրապես եկեղեցական տիտղոսները ինչ որ իմաստ են, չեք կրում։ Օրինակ սրբազան նշանակում է սրբազանը, շատ չէ սուրբ չէ, բայց հա սրբակենցաղ։ Օրինակ երբ որ սրբազանին հանդիպում ես, պիտի ասես Աստված օգնական սրբազան հայր, ինքն էլ պետք է ասի Աստված պահապան, որդիակս կամ դուստրս։ Ինչու ես ասում Աստված օգնական, որովհետև ինքը տվել է կուսակրոնության ուխտ եւ այսինքն ինքը դժվարություն է վերցրել իր վրա, պիտի ծառայի Աստծուն, ինքը իր իսկ որոշման հրաժարվել է ընտանիք ունենալու բերկրանքից եւ այսպես շարունակ, ասում ես Աստված օգնական։ Վեհապարին ասում ես վեհապար, որովհետեւ ինքը փառավորում ես իրեն։ Հիմա եթե մարդը իր տրված ուխտը խախտել է, ես ոնց իրեն ասեմ։ Հարգելի ժողովուրդ, կա մի հատ հեշտ ճանապարհ, էլի, որ ասում եք հիմա ինչ ենք մենք սպեկուլյացիաներով զբաղվում։ Սուտ է, թող ասի սուտ է։ Թող ասի։ Թող ասի սուտ է։ Որովհետև այն կետից սկսած, երբ որ հարցը բարձրացվեց եւ չհերկվեց, դա դարձավ ճշմարտություն։ Շատ բարձր։ Հիմա չենք հավաքագրում։ Հիմա ձեզ օրինակ ինչով ենք շանտաժանում։ Շանտաժն այն է, երբ որ դու մեկին ասում ես արա սա կամ մի արա սա, թե չէ ես կանեմ սա կամ չեմ անի սա։ Նման դեպքի մենք գործ ունենք, իհարկե ոչ։ Անձնական տվյալների մասին։ Տեսեք, օրինակ հիմա եթե դուք ինձ հարցնեք, դուք քանի տարեկան եք, ես ասեմ 35։ Դուք ինչ չեք ասի, բայց մի վարքյան, ինչի ես դու 35 եւ 30 եւ ոչ 34։ Դա ուղղակի իմ անձնական տվյալն է։ Ես 35 տարեկան եմ։ Բայց օրինակ եթե դուք ինձ հարցնեիք 10 տարի առաջ, 11, դու քանի տարեկան ես, ու եթե ես պատգամավոր լինեի, ու ես ասեի 24, ձեր լեգիտիմ իրավունքը կլիներ ինձ ասել, բայց մի վարքյան, ո՞նց ես դու 24 տարեկան եւ պատգամավոր, եթե ըստ մեր օրենքի դու պետք է լինես 25 տարեկան, որովհետեւ ըստ մեր չեմ մանիպուլացնում, որովհետեւ ըստ մեր սահմանադրության կամ օրենքների պատգամավորը պիտի լինի առնվազն 25 տարեկան, մի վարքյան։ Ըստ եկեղեցական կանոնի կաթողիկոսը, եպիսկոպոսը, արքեպիսկոպոսը, ցանկացած ոչ կուսակրոն եկեղեցական պիտի լինի կուսակրոն։ Եվ եթե մի վարքյան։ Իշխանության հարցը չի, դուք հիմա հարց եք տալիս Ռուբեն Ռուբինյանին, ասում եք ինչու եք ասում Կտիչ Ներսիսյան։ Ես ձեզ բացատրում եմ ինչու եմ ասում։ Վարչապետը տերոր է անում։ Մի վարքյան։ Վարչապետը տերոր է անում, ո՞նց է դա արտահայտվում։ Առավոտից իրիկուն հոգեվորականներից ավելի գրառումներ։ Ցավոք ես չեմ։ Իր տիկնոջ հետ է 24 գրառում։ Ո՞նց է տերոր անում, բացատրեք։ Առավոտից երեկո գրում այլ ճանապարհ չկա, պիտի ասեմ։ Ինչ։ Ճնշում է սրբազաններին, Ինչով է ճնշում։ քերակնոջն է Ինչով է թիրախավոր։ ճնշում։ Հոգեբանական ցավ է իմը։ Շարունակի։ Նախ ես օրդորում եմ ոչ ոքի չթիրախավորել սրբազանի քերակնոջը, ինքը որևէ մեղք ոչնչում
չունի։ Երկրորդը, ես ձեզ բոլորիդ հարց եմ տալիս։ Մենք բոլորս որպես հանրություն, որպես աշխարհի առաջին պետականությունը, քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած ժողովուրդ, մենք խնդիր չենք տեսնում, որ մեր կաթողիկոսը կուսակրոն չի։ Եթե դուք խնդիր չեք տեսնում, անկեղծ եղեք, ազնիվ եղեք ու ինձ ասեք, պարոն Ռուբինյան, հա ինչ անենք, հա ինչ անենք։ Բանկա ծննդական հրապարակ է։ Վերապարը չի, եկեղեցին է թիրախավորված, Ինչո՞վ։ որովհետև սրբազաններին են թիրախավոր, օրինակ Աննա Հակոբյանը Մի վարքան, հիմա հետ են գալիս, հիմա գալիս ենք ձեր հարցի տրամաբանությանը։ Դուք ասում եք, որ եթե քննադատություն է հնչում կամ ինչպես դուք եք ասում, թիրախավորվում են սրբազանները, ուրեմն թիրախավորվում է եկեղեցին։ Հիմա հարց, եթե ինչ-որ մեկը թիրախավորում է ինձ կամ Նիկոլ Փաշինյանին կամ ցանկացած այլ քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ պատգամավորի կամ կառավարության անդամի, արդյոք դա նշանակում է, որ թիրախավորվում է պետությունը։ Իհարկե ոչ, չի նշանակում, որ ոչ մի Այսինքն մի վարքան։ Եթե դուք ասում եք, որ քննադատությունը առհոգևորական նշանակում է վարկաբեկել եկեղեցին, նույն տրամաբանությամբ կարելի ասել, որ պատգամավորին քննադատելը նշանակում է վարկաբեկել ազգային ժողովը եւ Հայաստանի պետական ինստիտուտները։ Ես եթե նկատեցիք, ընդհանրապես մի բանի մասին նշեցի։ Ես նշեցի, որ Կտիժ Ներսիսյանը կուսակրոն չէ եւ դա ստեղծում է անհամատեղելիություն իր կաթողիկոս լինելու հետ։ Այսինքն, պարոն Ռուբինյան, դուք որպես քրիստոնյա, որ գիտեք, Այո։ Այդ ժամանակ այդ հարցերը չկար եւ այդ հարցերը առաջացավ, երբ որ Այդ ժամանակ այդ հարցերը մի վարքան էլ ախր լավ էլի դուք չեք հոգնել ձեր բանից Փաշադազադեն խոսած իսկ դուք որ խոսում եք կարող է բանա նույն օտարեր մի վարքան իսկ զուգադիպությունն է որ համ դուք եք նման հարց տալիս փորձում եք կապել տեղի ունեցողը Ադրբեջանից եկող հրահանգների հետ համ դրա մասին խոսում է Բագրատ arczepiskopos Գալստայանը որը օրերս ոչ թե օրերս այլ մի շաբաթ առաջ մոտավորապես հրապարակավ հայտնել է որ իր հետ կապվել են օտարերկրյա ուժային մի վարքան թողեք ավարտեմ